Շատ ուժեղ աշխատանքները առաջ է գրում պարոն վարչապետ եւ տեսնում եք արդեն սա պատվալային հարկն է, արդեն շատ մեծ տեմպով մենք առաջ ենք գնում։ Ծրագրի արժեքը միայն շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 2 միլիարդ 279 միլիոն դրամ, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Սրան գումարվում է նաև նախագծման, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը, որը միասին հանրագումարով կազմում է եւս շուրջ 65 միլիոն դրամ։ Կարևոր է այս նախագծի մեջ նաեւ, որ Արտուրը մեզ ուղեկցել է նախագծման ամբողջ process-ի ընթացքում, այսինքն բոլոր միջազգային փորձի իր տեսած լավագույն ընտրալիչները, որ աշխարհում կան, փորձել ենք կիրառել, ներառել իր խորհրդով նախագծի մեջ։ Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ ես պարտավորվում եմ իմ Գերմանիայի փորձը տալ մեր սերունդին, որպեսզի մեր սերունդը գերմանական համակարգով առաջ գնա, դիսցիպլինայով, ուժեղ պարապմունքներով, ոնց որ իմ մարզիչն է ինձ այդպես սովորացել, ես իմ փորձը կտամ մեր հաջորդ սերունդին, դա վերցնում եմ իմ վրա։ Եվ ես պարտավորվում եմ նաև ամբողջ մեջի գույքը ես ձեռք բերել եւ գնել մեր դպրոցի վրա, դա էլ է իմ վրա, պարոն վարչապետ։ Դրա համար ձեզ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, ինչ որ ասցիք, մեր ցանկությունն է եղել եւ մենք գործնականում այստեղ նոր մոտեցում ենք ուզում ցուցաբերենք։ Առաջինը ես ձեր ասցից հասկացա եւ դա մեր ցանկությունն է եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետեւ հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին, եւ ես համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաև Հայաստանի Հանրապետություն։ Սա նախագիծ է այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետև հիմա ինչ է տեղի ունենում, մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արտուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն, ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արտուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ ինչպես ընդունված է ասած ռոլ մոդելը շատերի համար եւ կենտրոնից ոչ միայն կենտրոնից, մյուս տեղերից եւ հիմա այս նախագծով ներքին Չարբախը դառնում է կենտրոն։ Սա շատ կարեւոր բան է, մոտեցում է եւ իհարկե սա մեծ հաճույք է։ Շատ հաճելիորեն զարմացած եմ անկեղծ ասած, որ արդեն աշխատանքը այսքան առաջ է գնացել եւ նաեւ այս ներգրավվածությունը եւ նաեւ այն որ ներքին Չարբախի բնակիչները համոզված եմ առնվազն մեր չափ շահագրգռված են, որ սա տեղի ունենա, որովհետև իսկականից իմիջայլոց ասեմ ձեզ, սենց նրբություններ կան, դու չի խոսալ։ Այս նախագիծը մերձակա հողի, անշարժ գույքի գներն է նաև բարձրացնում եւ այլն, բայց ոչ միայն ֆինանսական, այլև տենց ինքնազգացողության շատ կարեւոր ատրիբուտ է եւ ես շատ ուրախ եմ, որ մենք այս համագործակցությամբ, որովհետեւ կառավարությունը գիտեք կարող էր այստեղ մարզադպրոց կառուցել, բայց ուրիշ բան է ուղղակի Երևանի ենթադրենք թիվ չգիտեմ ես ինչ մարզադպրոց կառուցել, ուրիշ բան է Արտուր Աբրահամի անվան մարզադպրոց կառուցել, որովհետև մենք ոչ միայն Երևանի, այլև միջազգային ուշադրության որոշակի կենտրոն ենք ստեղծում եւ սա իհարկե շատ մեծ հաճույք է մեզ համար եւ համոզված եմ երեխեքներ անհամբեր սպասում են եւ հույս ունեմ, որ մեր շինարար գործընկերները այս կարևորությունը գնահատելով ես շատ ուրախ եմ լսել, որ նրանք պատրաստակամություն եւ տրամադրված են ժամկետից շուտ ավարտել եւ դա իհարկե հոյակապ կլինի։
Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Շատ շնորհակալություն, ձեզ շնորհակալություն, զվարանքան շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ես ձեզ ունեմ մի փոքրիկ նվեր, ուզում եմ նվիրել Արտուր Աբրահամ ձեռնոցներ, Հայաստան Հանրապետության վարչապետ Նիկոլ Սրտանց, ձեր համար, պարոն վարչապետ, ձեր մեքենայի համար փոքրիկ ձեռնոցներ։ Եվ Արտուր Աբրահամ դուխի, չեկնեք, բոքսի դուխի Արտուր Աբրահամի կողմից կարող է ձեզ շատ